Leaf-find գործիքը օգտագործելիս մենք կարող ենք գտնել այն տարածքները, որոնք որ փակված չեն ամբողջությամբ եւ փակենք այդ տարածքները, որպեսզի կարողանանք համապատասխան գունավորել նրանց օգտագործելով Leaf-find-ը։ Ինչպես օրինակ դուք հիմա տեսնում եք, այս մեր գրաֆիկական պատկերի մեջ մենք ունենք ազատ տարածքներ, այսինքն գափեր, ինչպես ասում են նրան։ Եթե մենք այժմ ընտրում ենք Leaf-find գործիքը, փորձենք ներկել այս մեր գրաֆիկական պատկերը, ապա մենք հնարավորություն չենք ունենա փակել այս տարածքները եւ մեր ամբողջական գույնը կհոսի մնացած բաժինները։ Դա տեսնելու համար այժմ եկեք ընտրենք այս մեր ամբողջական գրաֆիկական պատկերը եւ վերածենք նրան Leaf-find-ի եւ այժմ դուք տեսնում եք, որ այս ամբողջ հատվածը ներկայացնում է մի ամբողջություն եւ Leaf-find խումբը չի տեսնում այս երկու հատվածով բաժանված այս տիրույթները։ Դրա համար մենք կամ object-ից ընտրում ենք Leaf-find gap option կամ կարող ենք ընտրել նրան control panel-ից, սեղմենք այդ այքոնի վրա եւ մեր մոտ կբացվի gap option կարգավորում։ Վերևը մենք տեսնում ենք gap detection, այսինքն գափերի հայտնաբերում։ Եթե մենք այժմ այն ակտիվացնենք, ապա մեր մոտ կհայտնվի find stop at small gaps եւ այս աջ կողմում դուք տեսնում եք այքոնը, որը ցույց է տալիս այդ գափերի մեծությունը։ Եթե մենք այստեղ ընտրենք օրինակ large gap, դուք կտեսնեք, որ այստեղ մենք ունենք այս բաց տարածքի չափի փոփոխություն։ Նաև այստեղ կարող ենք գտնել gaps custom եւ փոփոխենք նրա չափերը այդ գափերի։ Եթե մենք միացնում ենք preview պատուհանը, դուք հիմա կարող եք տեսնել, որ մեր այս պատկերում հայտնվեցին այս կարմիր հատվածները, որոնք փակեցին այս տիրույթները։ Նրանց գույնը այստեղ տրված է կարմիր գույնի, որը կարելի է փոփոխել համապատասխան, այստեղ ընտրելով այն գույնը, որը մենք կցանկանանք։ Ներքևում այստեղ մենք ունենք gaps found, որը ցույց է տալիս քանի հատ այս չափի հատվածներ է պարունակում մեր պատկերի մեջ, եւ close gaps with paths, որը մեզ բացատրում է, որ այս հրամանով Leaf-find բակետը եւ այս պատկերը հնարավորություն կունենա վերածել այդ հատվածները փաթերի, որը արդեն կլինեն փակ եւ մենք նրանց կարող ենք տեսնել համապատասխան մեր պատկերում։ Եթե մենք հիմա ընտրենք համապատասխան գույներ, մենք կարող ենք ներկել այս պատկերները մեր ուզած գույների։ Եթե մենք այժմ տանք Ctrl Z, որպեսզի ետ գանք եւ նորից ակտիվացնենք այս պատուհանը, ընտրենք gap detection, տանք large gaps, որպեսզի այս հատվածները երևա եւ սեղմենք OK, ապա դուք կարող եք տեսնել, որ այս հատվածները ներկվեցին կարմիր գույնի, մնացին այն գույնին, որը մեզ ցույց է տալիս, որ մենք այժմ գտնվում ենք գափերի խմբագրման ռեժիմում եւ այս գափերը կարելի է տեսնել այստեղ այս հրամանով hide Leaf-find gaps, այսինքն եթե մենք հիմա ակտիվացնենք այս հրամանը, որը մեզ hide կանի, այսինքն կթաքցնի այս տիրույթները, ապա մենք կարող ենք այդ տիրույթները սարքել անտեսանելի։ Նորից եմ ասում, որ այս կարգավորման մեջ մենք ունենք close gap with path հրամանը, որը մենք
Գափերի հետ աշխատելիս կա մի հնարավորություն leaf find-ում, որ եթե մենք ունենք որևէ տիրույթ եւ այդ տիրույթը մենք չենք կարողանում փակել, քանի որ չկա հատված, ապա մենք կարող ենք ավելացնել համապատասխան հատված leaf find խմբին։ Եթե մենք բացենք այժմ layer-ների պանելները, դուք կտեսնեք, որ այստեղ մենք ունենք leaf find խմբերը։ Կոնկրետ սա մեր խումբն է, այստեղ դուք տեսնում եք այս քառակուսին եւ շրջանակի կողքը եւս մի շրջանակ, որտեղ մեր բոլոր էլեմենտներն են։ Եթե մենք օրինակ վերցնենք որևէ մի հատված եւ փորձենք ավելացնել մեր leaf find խմբին, դա մենք պետք է անենք հետեւյալ ձևով։ Պետք է ընտրենք ամբողջ այս էլեմենտները, որը պարունակվում են մեր leaf find խմբում եւ մեր նոր հատվածը եւ կամ այստեղից տանք merge leaf find հրամանը կամ օգտագործենք object leaf find merge հրամանը, որը կստեղծի մեզ արդեն այս leaf find խումբը, որի մեջ ներգրավված կլինի մեր հատվածը, եւ եթե մենք հիմա փորձենք օգտագործել leaf find-ը, ապա դուք կտեսնեք, որ այս մեր նոր հատվածը փակեց եւ ստեղծեց մեզ համար նոր տիրույթներ, որը մենք կարող ենք համապատասխան ներկել։ Այս նույնը մենք կարող ենք անել նաեւ, եթե ունենք leaf find խումբ եւ ունենք մի հատված, դուք կարող եք տեսնել, որ այժմ այդ հատվածը, որը մենք նոր նկարեցինք, գտնվում է մեր leaf find խմբից դուրս, ապա մենք ուղղակիորեն կարող ենք վերցնել նրան եւ տեղափոխենք մեր leaf find խմբի մեջ եւ նա կձուլվի մեր կանի մեր եղած leaf find խումբը։ Այստեղ կա leaf find selection tool-ը, որը նույնպես հնարավորություն է տալիս ընտրել տիրույթները եւ սեղմելով այդ տիրույթի վրա մեկ անգամ մենք կարող ենք ակտիվացնել այդ տիրույթը եւ համապատասխան տանք նրան գույն։ Այս տիրույթը, որը ստեղծվել է գույնի հիման վրա, որը մենք ավելացրեցինք այսքան ձևավորման, մենք կարող ենք պատճենահանել Ctrl+C հրամանով եւ ապա Ctrl+V հրամանով ստեղծել նրանից shape, որը մենք կարող ենք օգտագործել մեր աշխատանքում։